Բարի երեկո, հարգելի հեռուստադիտողներ։ Բարի երեկո, դուք դիտում եք ԼՂ կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի եւ Արցախի հանրային հեռուստատեսության համատեղ ծրագիրը։ Այսուհետ Արցախի հանրայինի եթերում ամենամսյա պարբերականությամբ թողարկումներում ձեզ ենք ներկայացնելու գործադիր մարմնի աշխատանքի հետ կապված իրադարձությունները, ինչպես նաև դրա հետևանքները եւ հասարակական ընկալումները։ Մի խոսքով փորձելու ենք երկխոսություն ստեղծել ձեր եւ գործադիր իշխանության միջեւ։ Փորձելու ենք պարզել, թե այս շենքում կայացված որոշումները ինչպես են ազդում ձեր աշխատանքի, ձեր ապրելակերպի վրա։ Այնպես որ ակնկալում ենք, որ դուք դառնալու եք մեր հաղորդման ամենաակտիվ մասնակիցները։ Տալու եք գնահատականներ, առաջարկելու եք թեմաներ, բարձրացնելու եք հարցեր, որոնց պատասխանը մենք փորձելու ենք գտնել։ Առաջին թողարկման համար հարցերի ընտրությունը վերապահել ենք մեր ստեղծագործական խմբին։ Այսօր կփորձենք երկու թեմա արծարծել, որոնք մեր կարծիքով ոչ միայն հետաքրքիր են, այլև հրատապ էին անցած օրերին։ Նոյեմբերի սկզբին այստեղ կառավարության շենքում հերթական անգամ հյուրընկալել էին տեղական ինքնակառավարման մարմինների մի խումբ ղեկավարների։ Համայնքապետերին հրավիրել էին ոչ թե զրույցի, այլ դասընթացների։ Ինչու եւ ինչ նպատակով, խնդրի էությունը կբացահայտենք ԼՂ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ։ Իսկ մանրամասներ խորագրի տակ կմանրամասնենք նոյեմբերին կառավարության ընդունած երկու որոշումներ։ Տեղեկացնեմ, որ մեր ծրագիրն ունի այս երկու խորագրերի աջակցության խորագիրը անդրադարձը, որը մեզ հնարավորություն կտա անդրադառնալ արդեն քննարկված թեմաներին, ինչպես նաև պարզաբանել ձեր բարձրացրած հարցերը։ Իսկ հիմա եկեք թողարկումը սկսենք անցած մի ամսյա իրադարձությունների կայացված կամ արդեն ուժի մեջ մտած որոշումներին վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ։ Կառավարությունը մշակում է որոշման նախագիծ, որի համաձայն գյուղական դպրոցները պետք է միավորվեն պոակներում։ Խնդիրը քննարկվել է վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։ Քննարկվել է նաև գյուղական համայնքներում գործող բոլոր պետական մանկապարտեզները դպրոցներին կից մեկ վարչական կառույցում միավորելու հարցը։ Նոյեմբերի 7-ին տեղի ունեցել Արցախի Հանրապետության կառավարության հերթական նիստը։
Ընդունված որոշումներից մեկի համաձայն հարկային պետական ծառայությունը մինչև դեկտեմբերի 1-ը պետք է ոստիկանությանը ներկայացնի հարկային գործակալ հանդիսացող գործող անհատ ձեռնարկատերերի ցուցակը, որպեսզի մինչև 2015 թվականի մարտի 1-ն անհատ ձեռնարկատերերն ունենան նույնականացման քարտեր։ Նոյեմբերյան նիստում կառավարությունը հաստատել է աշնանացանի աշխատանքների իրականացման նպատակով ձեռք բերվելիք դիզվառելիքի արժեքի մասնակի սուբսիդավորման կարգը։ Դիզվառելիքի 1 լիտրի դիմաց սուբսիդավորման գումարը կկազմի 100 դրամ։ Այս ամսվա սկզբին Արցախ էր ժամանել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։ Գյուղատնտեսության նախարարությունում եւ վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցության հարցերը, մասնավորապես անասնապահության, գյուղտեխնիկայի սպասարկման, սննդի անվտանգության բնագավառներում։ Նոյեմբերի 9-ին ԼՂ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը ամփոփել է Տոհմացար հանրապետական առաջին մրցույթի արդյունքները։ Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է ծառն արմատներով է կանգուն խորագրով ցուցահանդեսը։ Հարկային պետական ծառայությունը հրապարակել է 2014 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների հարկային եկամուտների հավաքագրման ցուցանիշները։ Նախնական տվյալներով 2014 թվականի 10 ամսվա ընթացքում ԼՂ պետական բյուջե մուտքագրված հարկային եկամուտները եւ տուրքերը կազմել են 22 միլիարդ 571 միլիոն 3000 դրամ, որը պլանավորված 22 միլիարդ 470 միլիոն դրամի ցուցանիշը գերակատարել է 0.5%-ով կամ ավելի քան 101 միլիոն դրամով, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը 10.4%-ով կամ ավել 2 միլիարդ 121 միլիոն 400 հազար դրամով։ «2015 թվականից սկսած 2 միլիոն դրամ աջակցություն է ցուցաբերվելու, ինչպես նաև վարկային արտոնյալ պայմաններ են տրամադրվելու գյուղերում բնակարան կառուցող երիտասարդ ընտանիքներին»։ Այս մասին վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է նոյեմբերի 18-ին շրջանների ղեկավարների հետ անցկացրած խորհրդակցությանը, որի ժամանակ քննարկվել են նոր տարվա պետական
բյուջեի հետ կապված հարցեր։ Արցախի հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը նոյեմբերի 19-ին Ֆրանսիայի Բուկբել-Էրի քաղաքապետարանում ստորագրել է բարեկամության հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Ասկերան եւ Ֆրանսիայի Բուկբել-Էր քաղաքների միջև բարեկամական կապեր հաստատելու վերաբերյալ։ Այս տարվա աննախադեպ երաշտից տուժած ծխախոտագործները եւս պետական աջակցություն կստանան։ Այս մասին նոյեմբերի 20-ին վարչապետ Արայիկ Հարությունյանը հայտարարել է Մարտունու շրջանում հրավիրված խորհրդակցության ժամանակ։ Կառավարությունը եւ Մասիս Տոբակո ընկերությունը պայմանավորվել են կրկնապատկել Մարտունու շրջանում եղած դաշտերի մակերեսը եւ Մարտունի քաղաքում ծխախոտի մթերման կայան կառուցել։ Նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում մեկնարկել են համայնքապետերի համար կազմակերպված հերթական դասընթացները։ Այս շենքի դահլիճներից մեկում մոտ 30 համայնքապետեր դասախոսություններ են լսել իրենց աշխատանքի առանձնահատկությունների մասին, օրենսդրության եւ իրավական ակտերի մեկնաբանություններով հանդես են եկել գործադրի ներկայացուցիչները։ Ինչն է պատճառը, որ կառավարությունը նախաձեռնել է նման դասընթացներ։ Արդյոք սա միջամտություն չէ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքին, որոնք մեր սահմանադրության համաձայն ունեն այնպիսի լիազորություններ, որոնք իրենց վարչական տարածքում համազոր են խորհրդարանի կամ նույն գործադրի հնարավորություններին։ Այս հարցերի մեկնաբանությունը կփորձենք ստանալ ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանից։ Եվ այսպես, պարոն Աղաբեկյան, սկսենք հենց երևույթի մեկնաբանությունից։ Լեռնային Ղարաբաղի սահմանադրությանը քիչ թե շատ ծանոթ մարդու համար շատ տարօրինակ է, որ գործադիր մարմինը դասընթացներ է կազմակերպում, թեկուզ եւ տեղական, բայց ընտրովի մարմինների ներկայացուցիչների համար։ Արդյոք սա չի խախտում իշխանության թևերի միջև եղած փոխհարաբերությունների մոդելը։ Եթե մենք դիտարկենք դասընթացների կազմակերպումը, դիտարկենք օրենքի շրջանակում եւ մենք կարգավորենք դա օրենսդրական փոխհարաբերությունով, ապա միգուցե ճիշտ կլինենք, բայց երբ մենք դա կազմակերպում ենք նպատակ ունենալով գոնե այն օրենքները, որով առաջ նորթվում են թե համայնքապետերը, թե կառավարության անդամները այդ փոխհարաբերությունների ընկալման շրջանակում, ապա պետք է ասենք, որ դա այնքան հաճույքով է
կազմակերպում եւ դրա մասնակիցներին այնքան հաճույքով են մասնակցում, թե լսող կողմը, թե խոսք ասող կողմը եւ հարաբերություններն այնպիսին են, որ ամեն դեպս վերջի 6 դասընթացները, որը կազմակերպել է, ողջ ընթացքում նկատելի է, որ բոլոր նրանք, ովքեր չեն ընդգրկված, սպասում են, թե երբ են ընդգրկվելու այս դասընթացներում։ Ինչի մեջ է հարցը, պետք է հեռու չգնանք մեր կյանքից, պետք է նայենք այն փոխհարաբերությունները, որ այսօր արկա է։ Պետք է նայենք մեր համայնքապետերի ընկալումը, որպես համայնքի կազմակերպիչ, որպես համայնքի իրական ղեկավար, ինչպես է դա արտացոլվում, ինչքանով է դա իրականությանը համապատասխան։ Նայենք, տեսնենք 250 համայնքներում ինչպես է կազմակերպում ընտրությունները։ Արդյոք մեր քաղաքացին գնում եւ համայնքապետի ծրագրին այո ասում, իհարկե ոչ։ Եվ սա ոչ թե ասում է կառավարության անդամ, այլ խոստովանում է համայնքապետը։ Իսկ ի՞նչն է պատճառը։ Գնացեք եւ հարցեք որից է համայնքապետի, տեսեք արդյոք նա ծրագրով հանդես է եկել իր համայնքում, որի համար ստացել է բավարար քվե, որպեսզի 4 տարի ղեկավարի համայնքը։ Դասընթացների ժամանակ մենք զրուցել ենք համայնքապետերի հետ, փորձել ենք պարզել, թե ինչ խոչընդոտներ կան իրենց աշխատանքում, ինչն է խանգարում, որ իրենք լիարժեք իրականացնեն իրենց պարտականությունները, իսկ համայնքները վերջապես կայանան։ Ավականու ինստիտուտը դեռ կայացման փուլում է, լիարժեք չի գործում, չգիտես ինչ որ երևի թեթևակի պատճառներ կա, գուցե նրանից է, որ ավականին չի վարձատրվում։ Երևի կամաց արդեն այդ ինստիտուտն է, որ կայանա, ավականու ինստիտուտը, համայնքները կայանան, կամաց արդեն մենք էլ կարող ենք ինքնուրույն որոշումներ կայացնել, բայց մեկը էլի այնպիսի որոշումներ պիտի կայացվի, որ մեր պետության շահերին չխանգարի։ Միշտ չի որ կարելի է համայնքի հիմնական խնդիրները թողել կառավարության կամ դոտացիայի հաշվին։ Համայնքները պետք է այնպիսի աշխատանքներ տանենք եւ միևնույն ժամանակ պետք է այնձևի պայմաններ ստեղծենք, որ մենք մեր եկամուտների մասով կարողանանք զարգանանք, որպեսզի համայնքի բնակիչ իրեն լավ զգի եւ պետությունն էլ համայնքների հզորությամբ հետ միասին կապված դառնան հենց որ արդեն ստացվում է որ հզոր պետություն ունենք։ Մենք ունենք անկախություն, մեծ հնարավորություն տրված է, մենք կարող ենք այնտեղ ամեն ինչ անենք։ Իհարկե օրենքի սահմանները նկատի ունեմ, բայց այդ տարածքը, օրինակ մեր Քաշաթաղի հյուսիսային թևը
հələ կայացած չի, ոչ գյուղատնտեսական առումով, ոչ արդյունաբերական, ընդ ուղղակի գալիս են զուտ գրգռվում են այդ վարկերից, վերցնում են ասենց կոպիտ ասած տակ են տալիս, շատերը թողում հեռանում են, այդ ամեն ինչ պարտքը մնում է համայնքների վրա, գյուղի վրա, մարդիկ հողի վարձավճարները շատ ժամանակ չեն մուծում։ Զուտ տնտեսական կարողությունների խնդիր եմ ես համարում, որ եթե նախատեսված լինի, ասենք, ու այդ հարմարությունը այդ հնարավորությունը տան գյուղացուն, մենք բոլորս էլ աշխատող մարդիկ ենք, տենց Ղարաբաղց չկա, որ աշխատանք չսիրի երևի, թե իմ կարծիքն է դա, բայց քանի որ երաշտը այս վերջի 4-5 տարին շատ վնասներ է հասցնում, ու միշտ կառավարությունն է դառնում, որ մեր հոգսերը ինքն է հոգում։ Պետությունը ընդհանրապես միշտ մեր աշխատանքին օգնում է, կարողանում է ինչ-որ խթանել մեր աշխատանքները, ճիշտ է, դոտացիան ոչ լրիվությամբ է տրվում, 80%-ը սահմանում, բայց պլանները կատարելու դեպքում հասնենք եւ 100-ի, կարող է ֆինանսավորի 100-ով։ Մեր մոտ շատ վարձակալներ վարուցանք չկատարեցին, ովքեր էլ կատարեցին, կարգտարվեց, ամառային երաշտը, այսինքն հիասթափություն ապրեց տվյալ գյուղացին, որ ինքը աշխատանք էր կատարել հողի վրա, այսօր ես չեմ կարող բյուջեն հավաքեմ, ունենք մեծ ծախսեր, մենք ուղղակի մեքենա ունենք համայնքում ու ազատ չի շահագործում։ Երեխեքը շատերը դասի չեն գնում, ծնողն էլ ասում է, ես իմ երեխուն այսքան ճանապարհը ոտով չեմ ուղարկի։ Հիմա կառավարության նամակագրված, որ գոնե այդ ՈՒԱԶ-ի հետ կապված ինչ-որ վերանորոգման աշխատանքներ կամ ես բյուջեին, եթե բյուջեն կատարե, ես կարայի անեի, բայց չեմ կարող, որովհետև մարդու հետ գործ ունեմ հասկանում։ Բյուջեն կատարում է, բայց երբ ասում ենք մեջ են ու ունենք 1000 հեկտար վայելահող, ու բյուջեն էլ երբ կազմում ենք, դա երևի մեր հնարավորության 30%-ի չափ ենք այդ բյուջեն կազմում։ Ինչքան տարած չի օգտագործում, նա բյուջեի մեջ չենք մտցնում։ Ստացվում անենց, որ ահագին գումար հեսնեց մնում է դրսում։ Չի օգտագործում, այսինքն, բայց եթե օգտագործվի, ավելի հզոր բյուջե կունենանք եւ ապրելակերպն էլ կլավանա, մեր սոցիալական հարցերն էլ կլուծենք։ Համայնքապետերի հետ զրույցում նրանք խոստովանում են, որ իրենց խնդիրների մի մասը ոչ թե իրենց փորձառության,
գիտելիքների, օրենսդրության կամ իրավական ակտերի չիմացության հետ է կապված, այլ իրենց ֆինանսական, տնտեսական հնարավորությունների եւ ցանկացած փոքր խնդիր լուծելու համար իրենք ստիպված են կամ վարչակազմ դիմել, կամ կառավարության համապատասխան օղակ ու մի երևույթ էլ իրենք այդ օղակների մասին խոսում են վերադաս եզրույթով ինքնստիկյան արդեն գործ չանելու համար պատճառներ շատ կան։ Գործ չանելու համար պատճառներ շատ կան։ Եվ երևի համայնքապետերը, երբ այս հաղորդումը լսեն, կմտածեն փոխվարչապետը ինչի է այսքան դաժան։ Համայնքը ղեկավարելու համար, ճիշտ ղեկավարելու համար ընդհանրապես փող պետք չի։ Ճիշտ համայնքապետ լինելու համար կարելի է ընդհանրապես հրաժարվել բյուջեից։ Հողի հարկ չհավաքել ընդհանրապես։ Ինչ փոխհարաբերությամբ ենք ղեկավարում, ինչ ֆինանսների մասին է խոսքը։ Ցանկացած համայնքապետ գիտի, թե ինչ մաս է կազմում սեփական եկամուտները եւ ինչ մաս է կազմում դոտացիան։ Ցանկացած համայնքապետ գիտի, եթե չգիտի, նա իրավունք չունի համայնքապետ աշխատելու։ Ինչպիսի հոդվածներ կան ծախսային եւ ինչպիսի եկամտային հոդվածներ կան։ Եվ հանդիպումների ժամանակ, դասընթացների ժամանակ թիվ 1 դրոշը որը կառավարությունը բարձրացրել է հետևյալն է։ Արկա հոդվածները, որով ձևավորվում են ձեր բյուջեն, դրանից զատ կան այլ հնարավորություններ, որ դուք կարող եք սեփական եկամուտներ հաստատել եւ հանդես գալ նախաձեռնությամբ, որ տան ձեզ համապատասխան իրավունքը այդ հավելյալ ծախսված գումարը աշխատած եկամուտները ծախսեք համայնքի զարգացման համար։ Քիչ առաջ հենց նորից էլի վերադառնում եմ հանդիպմանը։ Քիչ առաջ բարձրաձայնում են, որ մենք ունեցել ենք 4 միլիոն դրամ հավելյալ եկամուտ եւ մեզ կառավարությունը թույլ չի տվել, որ մենք այդ գումարը ծախսենք։ Պարզ հարց։ Իսկ գումարը ծախսելու համար ծրագիր ներկայացրել եք, իհարկե ոչ։ Իսկ գումարը երբ ձեզ մերժել են, ըմբոստացել եք, իհարկե ոչ։ Իսկ ինչի չեք ըմբոստացել, որովհետև գալու եք ինչ-որ մեկից ցորենի սերմ ուզեք, ձեզ ասում են, «Էդ դու չես են կլյաուզնիկը»։ Այ ուժ գտնենք մեր մեջ հարաբերություններում մնանք ճշմարիտ, շարունակենք տեր լինել մեր սկզբունքներին, ապա այս հարաբերությունները չեն ձևավորվի եւ նա չի դառնա ապրելակետ։ Այն խնդիրները, որ կան համայնքում եւ տեսանելի են բոլորի համար։ Տեսանելի են եւ կառավարության անդամ տեսանելի է եւ համայնքապետի համար, տեսանելի է եւ մեր քաղաքացու
Համա, որը ապրում է տվյալ համայնքում։ Սա երրորդ փուլն էր դասընթացների, արդյոք որևէ վերլուծություն արել եք նախկին փուլերը այդ հոգեբանությունը գոնե փոխել են, թե կառավարության մենք ունենք բավականին մեծ փաթեթ եւ մենք պարտավոր ենք կառավարությունում կատարենք բավարար ուսումնասիրումներ։ Մենք ունենք սխալ սկզբունքներ որդեգրած, որ պետք է վերանայենք մեր սկզբունքները։ Մենք նկատի ունենք կառավարությունը։ Մենք ունենք մոտեցումներ, որը պետք է վերանայենք հիմնովին, որ հնարավորություն տանք մեր համայնքապետերին լիարժեք համայնքապետեր դառնան։ Սա մեկ առանձին հարց է, որը դեռ պետք է քննարկվի։ Մենք որդեգրել ենք մոտեցումներ հիմքում ունենալու քաղաքացու հանդեպ մեր ներողամտությունը, որը այլևս անթույլատրելի է։ Մենք պետք է համայնքապետին հնարավորություն տանք ժամանակ առ ժամանակ վերանայում իրականացնի իր սեփական եկամուտների աղբյուրներին։ Հետաքրքիր մոտեցում ասեմ, հաճախ կառավարությունը կդաստի պետական կոմիտեի միջոցով այլ գերատեսչությունների միջոցով բավարար նյութերը պատրաստում, արկա բալանսում հաշվառված գույքը, հողային կարգավիճակներ ուղարկում է վարչակազմի ղեկավարը նպատակահարմար չի գտնում այն տեղեկացնի համայնքապետին։ Բարձրացնել, դե մեկը իրանք ինչ են հասկանում։ Հեսա բյուջեն բերելու են վռած վարչակազմում մեկ օրում գրել ենք և ճամփու դնենք։ Եթե մեր հաղորդում մինչև դեկտեմբերի 1-ը հասանելի է լինելու մեր համայնքապետերին, հույս ունեմ, որ համայնքապետերը ավականու ճիշտ նիստ են կազմակերպելու, ապահովելու են ավականու անդամների բոլորի մասնակցությունը, տեղական տուրքերի մասին թեմա են բացելու և խոսեն։ Ավականու անդամից մեկը, որ ասի, դե խնամուս խանութն է, ինչ ես հետ դու ընկել ծխախոտի կամ ոգելից խմիչքների վաճառքի տեղական Թուրքիա հետևից։ Վեր ներքևի շեմը կիրառենք վերջ, բրծնի գնա դրանով։ Այ երբ մեր համայնքապետերը լսեն իմ այս խոսքերը և հասկանան և գիտակցեն, որ միայն սեփական նախաձեռնությունը կարող է նպաստի պարտադրի մեզ բոլորից, որ համայնքապետերի կողմից նախաձեռնությունները վերջը պսակվելու է դա հաղթանակով։ Իսկ հաղթողը լինելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին։ Թեման բարձրացնելով կոնկրետ բաղադրատոմսի ակնկալիք չունեինք, բայց դուք ձեր խոսքում ասացիք, որ արդեն իսկ ինչ-որ բան փոխվում է,
Կառավարությունը նոր մոտեցում է որդեգրել եւ այդ նոր մոտեցումը խոսքը վերաբերում է համայնքների սանիտարական մաքրմանը այն հայտարարությունը որ այսօր արկա է մեր համայնքներում այլևս անթույլատրելի է Եվ մենք երկու կարևոր պիլոտային ծրագիր ենք իրականացնում, մեկը Ճարտարի ձորակում, Ճարտար Խոնուշինակ Սոս Մաչկալ շրջանում, մեկը Ազող Դրախտիկ Տող Մեծ Թաղլար շրջանում։ Այդ թռիչքային ծրագրով նպատակ ունենք, որպեսզի մեր մոտեցումները պարտադրենք մեր համայնքապետերին համայնքապետերին իրենց համայնքի բնակչության մասնակից դարձնենք սեփական համայնքի սանիտարական մաքրմանը։ Սա ծնվել է այս գաղափարը իհարկե այս հանդիպումների արդյունքում եւ հույս ունենք, որ այս թռիչքային ծրագիրը ճիշտ շարունակություն ունենալու հետագայում կառավարությունը կարողանալու է աջակցի բոլոր համայնքներին, որպես ամեն համայնք մտածի, թե իր համայնքը ինչպես մաքրի աղբից, ինչպես սանիտարական մաքրում իրականացի, ինչպես անենք, որ գյուղի շրջակայքը ամբողջությամբ վերջացվի աղբավայրի։ Հուսով սպասենք դրա արդյունքներին կրկին անդրադառնալու ակնկալիքով թեմային։ Սպասենք մեր համայնքապետերի արձագանքին, գուցե մեր հաղորդումն ինչ-որ կերպ նրանց կդրդի կոնկրետ ծրագրեր ներկայացնել, արդեն բյուջետային գործընթացն է սկսվում եւ մենք մեր համայնքային բյուջեները մեկը մյուսից արտագրածի տարբերակով չենք ունենա, այլ կունենանք առանձին բյուջե, առանձին համայնքի համար։ Թեման թողնում ենք բաց ակնկալելով ձեր արձագանքները։ Դուք կարող եք մեզ դիմել 94 44 53 եւ 94 48 43 հեռախոսահամարներով, ինչպես նաև press.staff.shnik.gov.nkr.am էլեկտրոնային հասցեով։ Անդրադարձ խորագրի առաջին թողարկման համար թեման մեզ հուշեց համայնքապետերի դասընթացների մասնակիցներից Ռուդբիկ Դանիելյանը։ Պարզվեց, որ Հայկաջուրի համայնքի ղեկավարի մտահոգությունը կիսում են նաև նրա գործընկերներից ոմանք։ Խնդիրը նրանումն է, որ այս անբարենպաստ գյուղատնտեսական տարվա հետևանքները մեղմելու համար կառավարությունը որոշում էր կայացրել ներել տուժած հողագործների հողի հարկն ու վարձավճարները։ Իսկ հա համայնքապետերը սրա հետևանքով մտահոգություն ունեն, որ իրենք չեն կարողանա կատարել տեղական բյուջեները, նաև պլանավորած ծախսերը։ Մեկնաբանությունների համար դիմել են ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն։ Շրջանի վարչակազմերը պետք է մինչև հոկտեմբերի 1-ը ներկայացնեն տեղեկություններ։ Փաստորեն տեղեկությունները մենք ստացել ենք շատ ուշ, այսինքն կարելի ասել նոյեմբերի
սկզբներին, այդ այն դեպքում, որ շատ վարչակազմի ղեկավարներ նորից առաջարկություն են տվել այդ թվերը վերանայեն։ Ինչ առումով, այն առումով, որ փաստորեն մի շարք համայնքներ արդեն հողի հարկի եւ հողի վարձակալության վճարների գումարները արդեն գերակատարել են։ Միանշանակ կարող եմ ասել, որ այդ ներկայացած տեղեկությունները ամփոփելուց հետո լրիվությամբ մենք դեկտեմբերին ամբողջությամբ կանդրադառնանք այդ հարցին։ Այստեղ կարևոր մի հարց, որ հողի հարկը չնայած նշում կառավարության տարեկան գումարը մենք 14 թվականին վճարենք մենակ հողի հարկի 50%, որովհետև 50%-ի մասը պետք է վճարվի մինչև ապրիլի 15։ Նույնն էլ մենք պլանավորում ենք վարձակալության վճարի 50%։ Բայց հաշվի առնելով մի շարք հանգամանքներ ուսումնասիրությունից հետո մենք կանդրադառնանք այդ գումարների վճարման անմիջապես։ Եվ կարևոր է նա, որ փաստորեն 2014 թվականին բոլոր համայնքներն էլ առաջնահերթ վճարումների գծով, ինչպես աշխատավարձի, այնպես էլ նրան հավասարած վճարների մասով պարտավորություն պարտքեր չեն գոյանա եւ չեն փոխանցվի հաջորդ տարի։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ԼՂ կառավարության հերթական նիստը, որտեղ քննարկվել են 3 տասնյակից ավելի հարցեր, սակայն մենք մանրամասնելու համար առանձնացրել ենք երկուսը։ Որոնք վերաբերում են սոցիալապահովության բնագավառին եւ մեր կարծիքով առավել հետաքրքրական են ձեզ համար։ ԼՂ կառավարությունը նոյեմբերի 7-ի նիստում ընդունեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության առաջարկը պետական կենսաթոշակների մասին ԼՂ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ։ Հիմնական փոփոխություններից մեկը վերաբերում է գործող օրենքի 28-րդ հոդվածին։ Դրա համաձայն սոցիալական կենսաթոշակների չափերը անմիջականորեն փոխկապակցված են հիմնական կենսաթոշակի չափի հետ, այսինքն սոցիալական կենսաթոշակների չափերը կարող են բարձրացվել բացառապես հիմնական կենսաթոշակի չափը բարձրացվելու դեպքում։ Եվ ոչ միայն հիմնական կենսաթոշակի չափի փոփոխության հետևանքով աճում են օրենսդրությամբ սահմանված բոլոր տեսակի կենսաթոշակների չափերը։ Եվ աշխատանքային եւ զինվորական։ Հիմա կառավարությունն առաջարկում է փոփոխել այս դրույթը եւ վերացնել հիմնական կենսաթոշակի չափի հետ սոցիալական կենսաթոշակների չափերի փոխկապակցվածությունը։ Ըստ ԼՂ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանի, սա նշանակում է, որ կառավարությունը դրանով գործելու ազատություն է ստանում։ Միշտ չէ, երբ կառավարությունը
պետությունը հնարավորություն ունի հաշվի առնելով ծախսերի չափերը ամբողջ ծավալով վերանայել թե սոցիալական, թե աշխատանքային, թե զինվորական կենսաթոշակների չափերը։ Նախարարի խոսքով այն, որ օրենսդրական փոփոխությունը հնարավորություն է տալիս կառավարությանը հիմնական թոշակի չափը փոխելու դեպքում չփոխել բոլոր տեսակի թոշակների չափը, չի նշանակում, որ թոշակառուները տուժելու են։ Պարզապես տարբեր տեսակի թոշակ ստացողների վերաբերյալ որոշումները կկայացնեն ըստ անհրաժեշտության։ Կառավարությունը հնարավորություն կստանա թոշակները փոփոխել մեկը մյուսի հետ չփոխկապակցելով։ Ելնելով այդ պահին գոյություն ունեցող ֆինանսական հնարավորություններից եւ անհրաժեշտությունից այս կամ այն թոշակի չափը վերանայել առանձին կամ սոցիալական կենսաթոշակը կամ զինվորական կամ աշխատանքային։ Վերանայել բնական է իօքուտ կենսաթոշակառունի։ Եվ դա պետք չէ դիտել այն տեսանկյունից, որ մի կենսաթոշակը բարձրացրեցինք, մյուսը ոչ։ Այդ դա դիտեք, որ մենք ինչ-որ մի կենսաթոշակը բարձրացնելու համար միջոցներ հայթայթեցինք, հա, կամ ունեցանք եւ այդ մեկը բարձրացրեցինք։ Մեկ այլ փոփոխություն վերաբերում է զինվորական կենսաթոշակների վերահաշվարկմանը։ Գործող օրենքի 38-րդ հոդվածի համաձայն զինվորական կենսաթոշակը վերահաշվարկվում է եթե փոխվել է զինծառայողի բազային աշխատավարձի չափը։ Կառավարությունում գտնում են, որ նպատակահարմար է, որպեսզի զինվորական կենսաթոշակները վերահաշվարկվեն հիմնական կենսաթոշակի չափի ու զինծառայության ստաժի 1 տարվա արժեքի փոփոխման դեպքում, քանի որ զինվորական կենսաթոշակների չափերի հաշվարկման բանաձևում կիրառվում են հենց այդ միավորները։ Բարեփոխումներ ուղղված են միանշանակ այդ վճարումների ավելացմանը։ Իրանք ուղղված չեն, որ ինչ-որ պետությունը փորձում է ինչ-որ վճարումներ զսպի։ Դրա խնդիրը չկա։ Այսօր բոլորն էլ հասկանում են, հա, որ այդ սոցիալական վճարները, հա, ինչ տեսքով ուզում են լինել։ Իրանք իրականում մի քիչ հետ են ընկնում հստակ դրված է, որ այդ վճարումները պետք է ավելանան։ Պետք է ավելանա, որ ես էլ եմ գտնում, որ դա ճիշտ է։ Եթե մարդ ինչ-որ տարիներ աշխատել է, հա, եւ այդ մարդը անցնում է թոշակի, միանշանակ ինքան գումար պետք է ստանա, որ չգնա թոշակի, հետո գա իմ ու ձեր համար հոգս դառնա։ Թոշակի անցած մարդը գա ընդունարանում կաղնի, ասի ինձ աշխատանք տվեք։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը հակասություն չի տեսնում այս փոփոխության եւ իրենց մյուս առաջարկի միջև, որով վերացվում է թոշակների կապակցությունը հիմնական թոշակի հետ։ Զինվորական թոշակների վերահաշվարկի հիմքի փոփոխությունն ըստ նախարարի
Արարի չի ազդելու թոշակների չափերի վրա։ Նույն չափերը պահվել է։ Ընդունենք ստանում ենք 100,000 դրամ, հա, այսօր էլ ենք ստանում 100,000 դրամ։ Բայց 100,000 դրամը ստանում ենք մեկ այլ բանաձևով։ Ասում ենք հիմնական կենսաթոշակ, հա, բազմապատկած ինչ-որ գործակցով գումարած, օրինակ տարիներ, ստաժի, հա, անգամ մեկ տարվա արժեք։ Այսինքն մենք այդ թիվը միշտ ստանում ենք։ Պետական կենսաթոշակների մասին օրենքում փոփոխությունների վերաբերյալ նախագիծը դեռ քննություն պիտի անցնի ազգային ժողովում։ Հավանության դեպքում այն սկսելու է գործել նոր տարվանից։ Նոր տարվանից փոփոխվելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող պետական նպաստի չափերը։ Բնական է, որ այդ փոփոխությունները կատարվում են նպաստների գումարների ավելացման ուղղությամբ։ Եթե մինչև հունվարի 1-ը 2015 թվականի նշված կատեգորիայի երեխաները ստանում էին, ընդունենք մի դեպքում 21,000 դրամ, հա, մյուս դեպքում 30,000 դրամ, ապա հունվարի 1-ից 2015 թվականի այդ երեխաները կստանան 42,000 դրամ պետական նպաստ։ 2014 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ 18 տարին չլրացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների երեխաների թվականակը կազմում է 145 հոգի, իսկ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվականակը 42 հոգի։ Պետական բյուջեից նոր տարում այս որոշման կենսագործման համար ծախսվելու է մոտ 94 միլիոն դրամ։ Մեծ հետ զրույցում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Սամվել Ավանեսյանն ասաց, որ նոր տարվանից սոցիալապահովության և զբաղվածության բնագավառում այլ փոփոխություններ ևս կլինեն։ Պետական բյուջեի և դրան կից փաստաթղթերի ձևավորումը դեռևս շարունակվում է։ Ինչ ակնկալիքներ ունեն այս ոլորտից շարքային քաղաքացիները։ Հունվարի 1-ից թոշակները 5 ռուբլով բարձրանալու։ Դա քիչ չի, բայց եթե գներն է չբարձրանա այդ թոշակի հետ։ Այն պսի քաղաքականություն է գնում, որ 5 կոպեկ բարձրացնում են, 13 կոպեկ էլ թանկանում են ապրանք։ Չպետք է այդպես։
Աշխատատեղեր ստեղծելը դա սոցիալական պայմաններն կփոխի ժողովրդի վիճակը որոշ չափով կբարելավի։ Կարևորը աշխատատեղերն է ժողովրդի բնակչության զբաղվածությունն է։ Որքանով կարտացոլվում են մարդկանց ակնկալիքները նոր տարվա գլխավոր ֆինանսատնտեսական փաստաթղթում պետական բյուջեում կպատմենք արդեն մեր հաջորդ թողարկմանը։ Մնացեք խաղաղությամբ։ Մինչ նոր հանդիպում։